Շարունակում ենք ուրիշ նորությունները, ունենք հյուր եւ դժվար չէ կռահել, որ զրույցը հյուրի հետ անպայման կլինի օրվա թեմային համահունչ, գարնանային էներգիայով եւ երաժշտությամբ լեցուն։ Այսօր խոսելու ենք հայկական սիր երգերի, կնոջը նվիրված երգերի մասին, մեղեդիների մասին, այն բոլոր երաժշտական կատարումները ու երգերը, որոնք կարելի ասել դաջված են մեր գենետիկ հիշողության մեջ։ Համենայն դեպս հիշողության մեջ են դինոզավրները, որ երգում են, որ հիշեցինք մի քիչ առաջ։ Մի քիչ ասում։ Հայ դինոզավրների մասին եմ ասում ես հիմա։ Ինչու ոչ։ Եվ մեր հյուրն է մի մարդ, ում ձայնը ծանոթ է ռադիո եթերներից, ով հետաքրքիր բլոգեր է եւ կարելի ասել, որ նոր շունչ է հաղորդում երաժշտական լրագրությանը եւ մեր զրույցի ընթացքում վստահ եմ նա կապացուցի դա եւ շատ կարեւոր հանգամանք անուն ազգանունը արդեն մեզ կտեղափոխի կամ կհիշեցնի մի շատ հրաշալի հիանալի երգչուհու մասին Զարա Տոնիկյանի եւ Զարա Տոնիկյանն է մեր հյուրը։ Բարի լույս, շատ այս երգում եք Զարա։ Ցավոք ոչ փորձել եմ ինչ-որ կյանքի շրջանում, սակայն ձախողվեցի, չգիտեմ, չստացվեց, բայց հիմա ունեմ մեծ երազանք, ասենց քանի ավելի շատանում է երաժշտությունը իմ կյանքում, այդքան այդ երազանքս նորից գլուխ է բարձրացնում եւ կարծում եմ, որ ինչ-որ օր նորից կվերադառնամ այդ երազանքին եւ գուցեև կատարեմ։ Ուզում եմ նախ շնորհավորել ձեր եւ բոլոր մեզ դիտող կանանց գեղեցիկ տոնը, գարնանային տոնը, ուզում եմ, որ բոլորի ոչ միայն գարունը, այլ ամբողջ կյանքը լցված լինի ծաղիկներով, գույներով, վառ էմոցիաներով, երգերով, մեղեդիներով, կյանք տվող մեղեդիներով։ Հիմա հարցում ձեր ամենասիրած երգը։ Սիրո մասին կանանց նվիրված։ Սիրո մասին կանանց նվիրվածը չի մտածել, որովհետև ես ունեմ top երյակ, որը միշտ հստակ ասում եմ։ Չէ, մենք հիմա այսօր ինչի մասին ենք խոսում։ Ես այդ մի քիչ հետո մի րոպե բռնցրել ենք, այ կանանց մասին։ Սուսանա, դու էլ մտածի։ Մեկ րոպե։ Ես ավելի շատ գարնան մասին երևի, թե կանանց մասին, Այո, օրինակի համար ես շատ եմ սիրում Երևանի սիրուն աղջիկը։ Ես Ռուբեն Մաթևոսյանից էլի երևի կհիշեմ, Փնջելիկ, Մնջելիկ, այդ շատ աղջիկական երգ է, էլի։ Փնջելիկ, Սուսանա, մտածելու ժամանակ ունեիր։ Երևի թե էլի Բաբաջանյանի երգերից, բայց հստակ հիմա լավ ընթացքում կասեմ։ Ահա, մտածի, իսկ երեք այն երգը, որը հենց երյակը։ Այո, դա շատ հստակ էր։ Առաջինը Կաթիլ խմբի Կուզիմ երգն է, որը ես երևի 2019 թվականին եմ լսել եւ միշտ ասում եմ, որ այդ երգի լսելուց առաջ եւ լսելուց հետո իմ կյանքը փոխվել է։ Չեմ կարող ասել ինչպես, բայց ամեն դեպքում ազդեցությունը շատ մեծ եղավ։ Երկրորդը Black Pumas-ի Colors երգը եւ երրորդը իհարկե երրորդը հաճախ է փոփոխվում, բայց հիմնականում Արտուր Ալեք Մուցարերից, էլի հայկական գործերից, Մուցարերից է շատ ֆանտաստիկ գործ է, թվում է թե ֆոլք գործ է, բայց իրականում Ալեքի գրած երգերիցն է, Արտուրի գրած երգերից է, որը, չգիտեմ, լսում ես էլի sense լրիվ ուրիշ տեղեր է տանում։ Կպատմեք ձեր հաղորդման մասին։ Շատ լավ, ես հանրային ռադիոյի երկրորդ ալիքում եմ աշխատում, իմ ռադիոյում ունեմ երկու ոդքասթ, առաջինը երկխոսությունն է, որը արդեն գրեթե 3 տարի եթերում է, իմ համար շատ նշանակալի ոդքասթ է, որովհետև ես առիթ եմ ունենում շփվելու իմ սիրելի երաժիշտների հետ, չգիտեմ, նոր Կաթիլ ասացի, Կաթիլի բոլոր անդամներն են իմ հյուրերը լինում, Արտուր Ալեք եւ այլն, Շարաշահում եք ձեր պաշտոնակը։ Այո, ես դրա համար չեմ դադարում անել այդ ոդքասթը։ Եվ ոդքասթի այս սեզոնում մենք անդրադառնում ենք կոնկրետ թեմատիկայի ուղղված երգերի։ Օրինակ, ունեցել ենք էպիզոդ բանակին հայրենասիրական թեմայով երգեր եւ եկել են հյուրեր հայրենասիրական երգեր երգող, նման տեքստեր գրող, ձայնագրություններ իրականացնող մարդիկ։ Վերջին էպիզոդը հենց կանանց նվիրված երգերն էին, հյուրերս Գերիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, բայց նաև ավելի մասշտաբային ենք վերցնում, օրինակ ջազը Երևանում, ինչպիսին է ջազը Երևանում փոփոխվել ժամանակի ընթացքում, կամ օրինակ էլեկտրոնային երաժշտությունը, որ հիմա ավելի, չգիտեմ, մարդկանց այդ իվենտները, բաները մարդկանց ավելի շատ են սկսել հետաքրքրել, այդ մշակույթը ինչպես է դրսևորվում։ Առաջինը հիմնականում այդպես, սիրելի մարդիկ գալիս են, սիրելի երաժիշտներ, սիրուն բաներ են խոսում, իսկ երկրորդը, որի իմ համար էլի շատ նշանակալի ոդքասթ է,
Հին ջահելություն, որը իրականացնում եմ իմ գործընկերուհի Եվա Մինասյանի հետ։ Մենք երկուսս լինելով ռետրո ժամանակները շատ սիրող, հետաքրքրվող, չգիտեմ, մեր տատիկ-պապիկների երգացանկը լսող, չգիտեմ, մշակույթը մեզ շատ գրավում էր։ Մենք միասին հենց մեր պրակտիկայի ժամանակվանից, երբ ռադիոյում պրակտիկա ենք ասում, մենք միցից բռնեցինք իրար եւ իդեան եկավ անելու հին ժամանակների մասին ոդքասթ, պատմում ենք հին ժամանակների տարբեր իրադարձությունների, դեպքերի, մարդկանց մասին, չգիտեմ, մեր այս եկող էպիզոդը օրինակ խոհանոցի մասին է լինելու, ինչպես է փոխվել հայկական խոհանոցը, օրինակ ինչպեսին է եղել մինչ սովետական միության ժամանակաշրջանում, հետո սովետական միության ժամանակ ինչ փոխվեց, սնվելու վարքականոնները ինչպես փոխվեցին, հետո նաև անկախություն։ Իսկ ով է հյուրը լինելու։ Օրինակ այդ էպիզոդում Սեդրակ Մամուլյանն էր հյուրը, եկավ, խոսեց, շատ լավ բաներ պատմեց։ Փոփոխություններից խոսեցիք, իդեպ ես որոշեցի իմ սիրած երգերից մեկը Արեգակին պետք է հերվից նայել, եւ քանի որ ռետրո երգերը շատ լավ ուսումնասիրել եք, ներկայացրել եք փոփոխության մասին, ինչպես է փոխվել կնոջը գովերքելը ժամանակակից երգերում, արդյոք փոխվել է, նույն Արեգակին պետք է հերվից նայել, շատ ռոմանտիկ, այսպես ալեգորիկ մոտեցում է, իսկ այսօր ինչպես է մեծարում եւ գովերքում կնոջը երգերում։ Եթե անկեղծ ներկա օրերում հենց կնոջ նվիրված շատ երգեր կարծում եմ, որ չեն լինում, ավելի շատ սիրային թեմաներով են լինում, որտեղ զուգորդվում է, չգիտեմ, կնոջ նկարագրությունը։ Կներեք Զարա ջան, հեսա կշարունակեք, էլի չմոռանաք, ուղղակի ինչ հիշեցի։ Ես հիշեցի երգը Երևանի սիրուն աղջիկը, ունքերդ կամար, սիրուն երգը, ու այսօր այդ ոնց է փոխվել մեքենայի մեջ, չէ, ընդհանրապես վերաբերմունքը ու երգի բանը։ Այսօր լսեցի բանը, Երևանի աղջիկների սիրուն են աչիկները։ Այդ տենց է փոխվել։ Ավելի, հա, ինձ թվում է ավելի պրիմիտիվ է դառել այդ մոտեցումը։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ երաժշտական խոսույթն է պրիմիտիվ դարձել, ոչ միայն կնոջ նկարագրությունը, որովհետև հաճախ չի, որ մենք հանդիպում ենք ներկա օրերում ստեղծված երաժշտության մեջ շատ պաթետիկ, սիրուն նկարագրություններ, ավելի շատ հիմքը դրված ռիթմերի, կրկնվող, տպավորվող բառերի, որոնք, չգիտեմ, կդառնան տիկտոկյան հիթեր, չգիտեմ, ինչ-որ հետ մարսվող բովանդակություն է պարունակում ավելի շատ։ Նշենք, որ նախկինում չի եղել դեպք, որ խոսքերը պատահական ընտրվեն։ Դե տարբեր երգեր կային, տարբեր, եթե մենք վերցնենք ընդհանրապես սովետական էստրադան վերցնենք, եթե չեմ սխալվում, 85 թվի լավագույն երգը Խորհրդային Միությունում եղել է բանը Яблоки на снегу Մուրոմովների երգում, ուրեմն շատ կներեք, ավելի տափակ երգ, ավելի տափակ երգ, իր ամեն ինչով դու փորձես գրես, չես կարողանում։ Եթե գոնե երկու հատ ուղեղիդ մեջ երկու հատ բան ունես։ Ոչ տրամաբանություն կարողանում են։ Այսօր օրերում արդեն կարողանում են։ Չէ, շատ դժվար է, նույնիսկ այսօր է դժվար։ Իսկ հա, ու ինքը առաջի լավագույն երգներ։ Դուք շարունակեք, ես ասեմ կասեմ որ թիվներ։ Իմ համար երբ խոսում ենք այդ լավ կնոջ նկարագրելու եւ ոչ միայն կնոջ կյանք նկարագրելու մասին, դա Ալեքսանդր Աջեմյանի երգերն են, նույն Աղսեվաչերով աղջիկ, որը նույնիսկ հիմա ակտուալ է, տարբեր խմբեր վերցնում են, նորից կատարում են, Սիրո հասակը, որը ամեն գարուն բոլորս ուզում ենք նորից լսել, տալիս է այդ մայիսյան, չգիտեմ, տրամադրությունը, նորից ընկնում ենք շատ գունավոր տրամադրության վիճակների մեջ։ Այդտեղ նաև Տիգրանյանի Սևաչերը, ռոմանսը բավականին այսպես հիմա էլ են կատարում բնականաբար, բայց հետաքրքիր է որքանով երիտասարդ սերունդը հետաքրքրված է ռետրո երաժշտությամբ։ Ես կարծում եմ, որ մինչ բլոգ սկսել է, ես ավելի sense մտածում եմ, որ շատ քիչ շրջանակ է հետաքրքրված, շատ քիչ մարդիկ են չգիտեմ գնում, լսում հին ժամանակների երգերը, մասնավորապես սովետական ժամանակաշրջանի, բայց իմ բլոգի ստեղծումից հետո ես հասկացա, որ մարդիկ սիրում են սա եւ նույնիսկ չիմանալով, օրինակ, այսինչ գործը որտեղից է եկել, օրինակ Արամ Սեթյանի տարբեր գործերի եմ ես անդրադառնում, որ մարդիկ չգիտեն, որ այդպիսի երգ կա, բայց երբ դու տեղադրում ես ինչ-որ հոլովակ այդ երգով, պատմում ես այդ երգի մասին, չգիտեմ, նույնիսկ ուղղակի սպառում ես այդ երգի տակ, մարդիկ հետաքրքրվում են, ասում են, ասա մի հատ մենք էլ որոնենք, գտնենք, ու նաեւ մի փոքր կարծում եմ, որ ժամանակակից
ժամանակակից օրերում այդպես մոդա է դարձել նաև ռետրո երաժշտությունը, ռետրո վիճակները, մարդիկ մեծ փարթիներ են անում հենց ռետրո երաժշտությամբ, այսինքն երիտասարդությանը գրավում է, որովհետև ինչ որ ձևով sense կարողանում ենք ավելի հետաքրքիր մատուցել այդ ռետրոն, նույնը ես կարող եմ ասել Զարատոնիկյանի երգերի մասին, որովհետև ես իմ բլոգում շատ ուշ սկսեցի խոսել Զարատոնիկյանի մասին, հենց այդ մեկ ձևաչափն է, հայերենում մենք չենք ասում այսինչ եւ ասում ենք արդեն երգն եմ անում, այդտեղ առաջին անգամ իմ խմբագիր ասա տատիկս վերջապես ասա էլի, որովհետև ես մի քիչ sense չգիտեմ ինչ էմոցիա եմ զգում, որ չեմ բարձրաձայնում, ասեցի ու այն մեծ արձագանքը, որ եղավ, մարդիկ, դուք Զարատոնիկյանի բազարմուհին եք, չգիտեմ, սկսեցին հարցեր ուղղել, իրենց հուշերը պատմել, նույնիսկ հենց երեք մի հարվածային գործիքներ նվագող ինձ գրել էր դուք զարմուհին եք, տենց ասեցի, հա, իրենց հին նկարներից էլի փոխանցեց, շատ ջերմացնող էր։ Այդ ամեն ինչը, այսինքն մարդկանց ամեն դեպքում հետաքրքիր է, եթե կարողանում մեզ ավելի մաչելի ներկայացնել։ Իհարկե, եթե մենք վերցնում ենք հին ժամանակների դե այդքան էլ հին չէ, վերցնենք 60-ական, 70-ական թվերը, ում ոչ միայն հայկական էստրադան կամ խորհրդային էստրադան, այլ համաշխարհային ընդհանրապես պոպ, ռոք հարթակը, ջազ հարթակը, պարզ է, որ եթե մենք հիմա հիշենք 70-ականների, 60-ականների, 70-ականների խմբերի անունները, այսօր երևի չկան տենց խմբեր, որոնք այդ լեգենդար ստատուս ունեն ու հազիվ թե կարողանան ունենան։ Ինչ որ մի բան են ժամանակ ուրիշ ձև էր, երևի ավելի անկեղծ էր։ Ես երեք հարցում էի դրել իմ Instagram-ում, տենց հարց տեսին։ Ոնց որ բիձա չէ խոսա հիմա։ Չէ, բանը, տենց հարցում էի դրել, ինձ հարցեր էին ուղղում, ինչ քեզ դուր չի գալիս եւ այլն։ Ես ասում եմ, որ օրինակ մի քանի տասնամյակ առաջ նույն ռոք երաժշտությունը, եթե խոսենք օրինակ հայկական իրականության մեջ, օրինակ 20 տարի առաջ, երբ լինում էին մեծ համերգներ, Beautified Project-ը, Dorians-ը, այդպիսի անուններ, այդ համերգների մաս էին կազմում, բայց օրինակ ներկա օրերում կան ռոք շատ լավ գործանող մարդիկ, ովքեր այդ մեծ համերգների մաս չեն կազմում, որովհետև գնացել են այդ underground վիճակների մեջ են ընկել, բայց մյուս կողմից իրականում կան այսինքն այնպիսի գործեր ստեղծողներ, ովքեր հետագայում գուցեև համարվեն լեգենդար։ Օրինակ իմ համար, ես հայկական երաժշտության ջատագում եմ պետք է մենակ հայերին էլի բանանեմ, օրինակ Բամբեր խումբը իմ համար լեգենդար է, այսինքն նույնիսկ ջագի ժամանակներից մեզ շատ լավ երգեր են հասել, իսկ արդեն նոր Բամբերները մանավանդ այս վերջին 1 տարվա ընթացքում այդ մանկական խաղեր ալբոմը արդեն Բամբերի այս նոր ֆորմատի երգերը կարծում եմ իրոք լեգենդար գործեր են, որոնք հետագայում այդպես լսելու են, ասեն ինչ են արել, բայց ներկա օրերում օրինակ մենք չենք գնահատում դա, որ չեն գնահատում, որովհետև ընդհանրապես ռոկը երևի մի քիչ նահանջել է, բայց ես համարում եմ, որ ռոկը հայկական երաժշտություն է, Հայաստանին բնորոշ, որովհետև rock and roll, չէ, ռոկը, քար, մենք քարի երկիր ենք, բայց մոտ ռոկը պիտի հնչի։ Շատ է հիշել Միներալ խումբը։ Դե տարբեր խումբեր կային։ Եվ մեր գոլեգան Լովը հենց այդ խմբի վառ ներկայացուցիչն է։ Ահա, խնդրեմ։ Իսկ շատ են գալիս ռոկերներ ձեզ մոտ։ Հա, քանի որ շատ եմ սիրում ռոք։ Այդ պարագայում ո՞նց են արձագարկում ռադիոլսողները։ Օրինակ իմ վերջին թողարկումը, որը եղել է ռոքի մասին, ավելի երիտասարդ երկու խմբերի ներկայացուցիչներ էին, ովքեր հենց հեղինակում էին իրենց երգերը, տեքստերը, այսինքն այլ խմբերի նման օրինակ cover-ներ չէին անում, ավելի ասենք այդտեղ շատ խորը բովանդակությամբ տեքստերով ռոքեր, խոսքը վանական եւ սևագիչ խմբերի մասին է, ֆանտաստիկ խմբեր են, տենց դրանից 2 օր հետո իրենք համերգ ունեցան, գնացի լացեցի լիքը։ Խոսքով, օրինակ այդ էպիզոդը իմ ամսվա լավագույն էպիզոդներ եւ դիտումների քանակով եւ արձագանքների քանակով, կարծում եմ մի կողմից ազդեցություն ուներ այն, որ օրինակ իմ լսանի մեծամասնությունը նաեւ ռոք է լսում, տենց երբ ես դες տարածեցի, մարդիկ շատ մեծ արձագանք տվեցին, օրինակ էստրադայի երգեր որ տարածում են, ոչ միանշանակ է որ իմ լսարանը կարձագանքի, բայց օրինակ երբ ռոք, էլեկտրո եմ տարածում, մարդիկ ավելի են բանանում։ Մարդիկ սիրում են, մասնավորապես երիտասարդները եւ մասնավորապես այս նոր արտիստներին բավականին շատ սիրում են։ Իմ համար շատ
Բացի իմ լսարանից դուրս նաև օրինակ Նեմրա խումբը, որը օրինակ մի քանի օր առաջ Կալեոյի համերգին ու բացում Նեմրաներ անում եւ այդ տակացնել վիճակը իրոք այնպես տակացրեց, որ մենք բոլորս արդեն պատրաստ էինք ամբողջովին Կալեո լսելու ու մարդիկ ինչքան Կալեո էին նկարում, այդքան Նեմրա էին նկարում, այսինքն մարդիկ սիրում են, եթե կարողանում ես իրենց մոդ բերես այդ երաժշտությանը։ Սարա, իսկ ասացիք լացեցիք, իսկ իրականում ինչ երգ կարող է կամ ինչ բովանդակություն կարող է դες ստիպել արտասվել։ Ցանկացած։ Երգ լինի լաց։ Օրինակ մի քանի օր առաջ լիտած տանը ես համերգ էի կազմակերպել։ Ես հատած սովորություն ունեմ, եթե ինչ-որ X հյուր գալիս է մոտ, ես այդ ամբողջ օրը լսում եմ իրենց երգերը, չգիտեմ, բեր հիշում եմ նորից այդ տրամադրության մեջ որ ընկնեմ, ու այդ Արսեն Սաֆարյանից գալու առաջին օրն ես լսում եմ Արսեն, մեկ է փոխվեց Ավարդուհի Վարդանյանի եւ Անչոկի երգը, Սիրել հանուն սիրո։ Ես նենց էի լացում այդ երգի տակ։ Ասում եմ սիրահարվել ես, ասում եմ չէ, ուղղակի ես երգից եմ լացում, ինձ ցանկացած երգ, եթե մի փոքր կարողանում է էմոցիոնալ, տեքստային, ես ավելի շատ տեքստին եմ նաև ուշադրություն դարձնում, տեքստային ինձ կպնի, ես միանշանակ sense հանգիստ հուզվում եմ, իմ էմոցիաները sense ազատ արտահայտում եմ, իսկ այդ համերգների ժամանակ էլ ավելի շատ, որովհետև դու լայվ տարբերակով, sense մանավանդ օրինակ այդ համերգը տեղի ունենում, sense այնպեսի կլաբում, որ պատմես չկա քո եւ արտիստի միջև, եւ դու շատ մոտիկից ոնց որ զգում էիր այդ էմոցիաները, իսկ կոնկրետ լացեցի մեկ երգից, որը վանական խմբի նոր ալբոմից էր, դեռ չէր հրապարակվել, եւ ես առաջին անգամ տենց լսեցի, Պարտքեր էր կոչվում, սենց շատ սարեր, ձորեր, իջանքել, ասես շատ լավներ։ Հուսով եմ բանկերի մասին չէր։ Վարկեր, բանկեր։ Չէ, մեր ամսային Պարտքերը։ Աշխարհի հետ։ Իսկ ասեք աղջիկները, երիտասարդ աղջիկները երաժշտության մեջ հիմա շատ են։ Ես լուրջ երաժշտության մասին եմ ասում, էլի, իրար հասկանանք, ոչ թե ուղակի մեկը, որը վերցեց, այնպես հեռախոսի մեջ երգեց ու ասեց։ Ես կարծում եմ, որ մասնավորապես վերջին մի քանի տարիների պետք է ասենք, որ հա, որովհետև եթե գանք արդեն էստրադային երաժշտություն, էստրադային երաժշտության մեջ կան մարդիկ, որոնք ֆանտաստիկ գործեր են անում եւ նոր անուններ, որոնք ֆանտաստիկ գործեր են անում։ Բրունետը կարծում եմ վերջին, չգիտեմ, 5 տարիների կամ չգիտեմ նույն իր այս վերջին ալբոմը ֆանտաստիկ ալբոմ էր, որտեղ 17 մեկը-մեկից լիարժեք երգեր էին։ Ես շատ սիրում եմ Կամի Ֆրենցի Անուշիկին եւ սիրում եմ օրինակ Անուշիկի սոլո գործերը, որոնք էլի եւ բովանդակային Անուշիկն է տեքստերը գրում եւ երաժշտական տեսանկյունից եւ մատուցման տեսանկյունից ուղղակի ֆանտաստիկ են։ Դլիթը, Yellow Heart-ը, Դայանան Սարգսյանը, այսինքն կան նոր անուններ, ովքեր իրոք գիտեն ինչ են ուզում անեն եւ այդ ամեն ինչը շատ մակարդակով են անում, որ դու մտածում ես, որ իրոք այսինչ նոր լավ գործեր ենք մենք սա։ Սոնա Ռուբենյանը, որ էլի այսինչ շատ սիրուն գործ անում, իմ շատ սիրելի Սիրուշոն, որ Սիրուշոյի ամեն նոր երգի հետ ես չգիտեմ, նոր էմոցիաներ եմ ստանում, նոր էլ գալուց Սիրուշոյի երգը։ Բայց դուք ասում եք էստրադայի մասին։ Հա։ Իսկ ավելի ալտերնատիվ, եթե ջազ ենք վերցնում, ռոք ենք վերցնում։ Ջազ օրինակ Սուսի Հանան վերջերս չէ, մի քանի տարի առաջ եմ առաջին անգամ իրեն լսել ու հիմա ավելի շատ լայվ տարբերակով եմ գնում լսում։ Իմ համար բավականին հետաքրքիր ալտերնատիվ բան է տալիս։ Իլոնա Սագիևայի ներկայացումը, կարծում եմ յուրաքանչյուրը պետք է գնա Էլվինային ճանաչելու այդ ապրած կյանքը եւ ողբերգությունը ավելի մոտիկից իմանալու համար։ Մեկ դերասանի թատրոն է իրականում։ Այո, եւ եթե աղջիկներից խոսենք, օրինակ Տիեզերք խումբը, էլի երիտասարդ աղջիկներ, որոնք, չգիտեմ, տարիներ շարունակ շատ սիրուն գործեր են ստեղծում, բայց ավելի ռոք, ալտերնատիվ ռոք կարելի ասել, դե խումբը, որտեղ վոկալիստը աղջիկ է Շուշանը, էլի այնց շատ սիրուն գործեր են անում եւ կարծում եմ ավելի շատ սեռային տարբերություն չկա օրինակ հիմա մանավանդ ալտերնատիվ երաժշտության մեջ։ Սարա, եթե մենք խոսելու լինենք յուրաքանչյուր այդ ձեր նշած երաժիշտների հետ, երևի մի մասը որոշակի այսպես հյուրախաղեր ունենում են արտերկրներում, բայց այսօր մենք չունենք այնպիսի անուն, որը հանրաճանաչ լինի, չասենք ամբողջ աշխարհում, բայց հայ իրականությունից դուրս։ Ինչ եք կարծում, որն է պատճառը։ Երևի առաջինը չեն ուզում։ Կարծում եմ, որովհետև օրինակ նույն իմ նշած խմբերը տենց մի քիչ հա, օրինակ
չես ստեղծագործում այլ լեզուներով, հայերենով։ Եթե դու միայն հայերենով ես ստեղծագործում, միանշանակ չի Բայց շուտ մենք լսում ենք, չէ՞, ֆրանսերեն երգեր չհասկանալով տեքստը, անգլերեն եւ այլն, եւ իսպաներեն եւ հավանում ենք եւ ասում ենք այնքան հոգուս հարազատ է, ինչն է խանգարում հայերեն երգին, հայկական երգին այդպեսին լինել։ Ես ենթադրում եմ, միայն կարող եմ ենթադրել, որ ուղղակի այդ հնարավորությունների բաց կա, որ մարդիկ չեն կարողանում հասնել միջազգային շուկաներին, որը օրինակ չեն կարող ասել էլեկտրոնային երաժշտության մասին, որովհետև ես էլեկտրոնային երաժիշտ, հայ երաժիշտ ընկերներ ունեմ, ովքեր իրենց գրեթե բոլոր նոր տրեքները տալիս են դրսի լեյբլներին եւ ելույթներ են ունենում դրսում եւ հանրաճանաչ են դրսում, չգիտեմ, Հայաստանում տարին 2 անգամ են ունենում։ Այսինքն գուցե նաեւ կա ձգտման հարցը, մատչելիության հարցը եւ այդ հնարավորությունները անդադ փորելու, որ հասնես։ Ճիշտ ասած, այստեղ մի քիչ դες այդ համաձայն չեմ, որ մենք հնարավորություն չունենք։ Առաջինը, մենք այսօր ապրում ենք աշխարհում, որը անվերջ է եւ քեզ անպայման չի գնալ ոնց որ առաջ էր, չգիտեմ, Լոնդոն կամ Բերլին կամ Նյու Յորք կամ այն քաղաքները, որոնք երաժշտության մայրաքաղաքներն են, ասենց ասեմ, որ քեզ ցույց տաս։ Այսօր դու հնարավորություն ունես նույն YouTube-ի հաշվին, YouTube օգտագործելով քեզ մատուցես ցանկացած երկրում, ու եթե քո գործը լավն է իսկապես, քեզ կլսեն, քեզ կտեսնեն։ Դրա համար ինձ թվում է, որ առաջինը դուք ճիշտ ասեցիք շատ Զառաջան, որ չեն ուզում երևի շատ սահմանափակ են, չեն ուզում բացվեն, չեն հավատում իրենց, չեն ուզում լայնանան, փոխվեն, ցույց տան։ Մենք ունենք յուրաքանչյուր կատարող ցկտում է ճանաչում։ Գիտես, մենք դրա մասին խոսում ենք տարբեր հարթակներում։ Մեզ մոտ բլոգեր ա եղել, որը հումորից ենք խոսում մենք։ Ու ինքը շատ հանգիստ ասաց, որ դե լավ է էլի։ Լավ է էլի գալիս են։ Ինքը հայ Երևանում իրան ճանաչում են, ինքը իր գումարը աշխատում է, ինչի համար բա։ Նույնն էլ երևի ստեղ կամ վախնա, կամ այդ շատ փակ լինելն է, չեն կարողանում բացվեն։ Չեն հասկանում, որ սա աշխարհը քո ոտի տակ է։ Սերոբ, իսկ օրինակ, երբ որ կատարողը գնում է Եվրատեսիլ, հա, վերցենք օրինակ Իվետա Մուկուչյան։ Երկեց ու շատ անուններ կարելի է տալ, թեկուզ միայն այս մրցույթի շրջանակներում։ Չի լինում այնպես, որ երաժշտին նկատում են եւ նույնիսկ են։ Դե ուրեմն չեն նկատում։ Օրինակը որպես այդպեսին, Ռոզալին, որը իհարկե կարծում եմ, որ Եվրատեսիլով չդարձավ, այն ինչ որ դարձավ, ուղղակի եթե մենք խոսենք օրինակ YouTube-ի տված հնարավորությունից, օրինակ Ռոզալին YouTube-ով կարողացավ դառնալ շատ հայտնի Էդ Շիրանի հետ երգեց եւ այլն, բայց նույն դրամաբանությամբ օրինակ Բրունետը գնաց Colors-ում երգեց, բայց կարծում եմ չունեցավ այն արձագանքը, որը որ չգիտեմ, Colors, այսինքն օրինակ Colors-ում երգելու հնարավորություն ոչ բոլորը ունեն։ Բրունետը կարողացավ ստեղծել այդ հնարավորությունը գնաց երգեց, բայց օրինակ չունեցավ այդ արձագանքը, այստեղ մի քիչ բախտի բան է, էլի համել։ Դե շատ բան կա, շատ հանգամանքներ կա, բայց օրինակի համար գիտեք, չէ՞, մի 20 տարի առաջ երևի Մոսկվայից գալիս է Երևան, ու այդ ժամանակ այդքան շատ չէին արտասահմանցիները, որոնք գալիս են Երևան Մոսկվայից, ու մի հատ ֆրանսիացի տղա էր կանգնած, խոսում ենք, ասես լրագրող եմ, սկսեցինք շփվել, դե ես էլ լրագրող բան, ասում եմ, ի՞նչ համար ես գալիս Հայաստան, ի՞նչ կա, օրինակ։ Ասես, գիտեք, դուք մի հատ հանճար ունեք, որի մասին Հայաստանում շատ քիչ մարդ գիտի։ Ու ես ուզում հասկանամ այդ ֆենոմենը, ինքը Տիգրան Համասյանի մասին էր ասում։ Մենք ունենք Տիգրան Համասյան, որը համաշխարհային գերաստղ է։ Ինչու՞, որովհետև ինքը չունի սահման։ Այո։ Ինքը չի փակվել Հայաստանով, բայց ինքը հայկական երաժիշտ, ինքը հայկական մեղեդին է մատուցում սաղ աշխարհին, ու սաղ աշխարհը չոքել է դեմը, ընդունում է այդ երաժշտությունը։ Այո։ Ոստեղ գալիս է այդ բանը, որ ցավոք սրտի շատ բնակավարներում մենք այս sense սահմանափակ ենք ու չենք ուզում բացվենք։ Եթե վերցնում ենք սպորտը, այսօր ֆուտբոլը վերցնենք, հա, սպորտ համար 1, Հենրիխ Մխիթարյանից բացի ոչ մեկ չասեց իմ համար չկա սահման, ես լինելու եմ լավագույն ակումբներում ու արեց այդ բանը։ Այդ մեր երաժշտների այսօրվա կարող է տեսնում եք Զառաջան որևէ մեկին, որը այդ տենց ոչ անվախ
չի տեսնում սահման, չի փակում իրեն, չի ասում ես էս երկու լեռան արանքը կլռվեմ, ոչինչ, թող ինձ ստելս են նայեն ու ամեն ինչ լավ է։ Երևի կասեմ Լուսի Եղիազարյան, որի անունը դեռ կարծում եմ մենք շատ ավելի բարձր տեղերում կլսենք, որովհետև Լուսին էլ հայկական ստեղծագործություններով, բայց էլի դրսի շուկայում բավականին մեծ հայտնիություն է վայելում ու իրոք այնպիսի ստեղծագործություններ է անում, որ դրսի մարդն էլ կհասկանա։ Ես մեծ հույս ունեմ օրինակ հենց Լուսի անունը, որ մենք կլսենք, բայց մի բախ մեծ որ Լադանի վան կարող է, չէ՞, այդպես բայց բազմավոճային իր կատարումներով այդպես քնում են արտիստները կարծես ինչ-որ բահի այդ բանը գալիս է, բումը ապրում է ու հետո էլի նույնը իր ժամանակին մտածում էի Դորիանսը կլինի, որովհետև Դորիանսը ֆանտաստիկ բան է, որ տեղի ունեցել հայկական երաժշտական իրականությունում, ցավոք ինչ-որ բահի դադարել է, չգիտեմ։ Դե ես ասում եմ, ինձ թվում է, որ այդ չեն հավատում, չեն հասկանում երևի, որ չկա սահման։ Բոլոր այդ բարիերները դու դնում ես ինքդ քո գլխի մեջ։ Ու եթե դու ազատ ես, այն էլ ժամանակակից աշխարհում, որ բացարձակ բաց է։ Դու այդ հնարավորությունը ունես։ Նույնիսկ շատ այդպիսի համաշխարհային հիթեր, որոնք ընկալվում են որպես հիթ, ստեղծվել են օրինակ ինչ-որ TikTok-յան թրենդի շնորհիվ, այսինքն երգը ստեղծվել է մի քանի տարի չի աշխատել, եւ հետո օրինակ TikTok-ում ստացել է մեծ արձագանք, չգիտեմ, թրենդ է դարձել եւ դրա հնարավորությամբ ավելի մեծ շրջանակ է իմացել երգի մասին։ Ցավոք այս պահին ես չեմ մտաբերում էլի երգ, որը վերջին տարիներին այդպես ոնց մեծ բում է արել եւ տպավորվել է համաշխարհային շուկայում։ Ցավոք սրտի կա։ Բացի Ռոզալիայից։ Չէ, ցավոք սրտի կա տենց երգ, որ իմ համար որտեվ իմ համար դա երգ չէ, չգիտեմ ինչ է, բայց ինքը ստացավ համաշխարհային բում, բանը Այն որ рэպերներն էլ երգեցին ամերիկյան բան, մեր ռաբիզ երգերից մեկը։ Մի գնան, ես դա գիտեմ, ինչ որ մի գնան։ Հա։ Ես խնդրում եմ մի գնամ։ Ու տեսակ ինչ դարավ։ Ես չվկամ։ Անհասկանալի բան։ Բայց եթե մենք վերադառնում ենք Սուսաննան ասեց անգլերեն լեզվով երգեր, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, օրինակ Ռամշտայնը համաշխարհային ճանաչում ունեցող ֆանտաստիկ խումբ է, չէ՞։ Բայց մենք ունենք նաև ուրիշ երկրներից, էկզոտիկ մեզ համար երկրներից, sense ֆենոմեններ։ Gangnam Style-ը, կորեական երգ, որը միլիարդավոր իրականում ոչ միայն դա, այլ K-pop ժանրը իրականում գրավել է ընդհանրապես երաժշտական Այն ժամանակ դեռ K-pop-ը չկար տենց, իրանք երևի այդ բաներն էին, հիմնադիրներից մեկն էին, այո։ Ու կան, չէ, հայտնվում են երգեր, աֆրիկական ինչ-որ մի երկարողալ լինի, Աֆրիկայից եկածած, մեկ էլ հոպ ու գրավում է աշխարհը։ Եթե դուք նայեք նույնիսկ եթե տարիքային շեմ էլի դնենք մինչև չափահաս երեխաները ինչքան են լսում K-pop ժանրը, այսինքն եթե ես իրենց գնամ ասեմ կոմիտաս, չգիտեմ, Եկմալյան լսի, ես լսի, իրենք չեն լսի, որովհետև իրենք լսում են K-pop, որովհետև այդ համաշխարհային շուկան իրենց վրա ազդեցություն է ունեցել, որ սա է թրենդային, սա պետք է լսեք, սա է լավը, իհարկե ես լսում եմ բացարձակ, բան չեմ հասկանում այդ երաժշտությունից, եւ ասում եմ ես հնարավոր նույնիսկ ռաբիզ երգ դրե կլսեմ, բայց ես K-pop չեմ կարա լսեմ, որովհետև ինձ իրոք շատ plus masse տենց զգացմունքներ եմ ես ապրում, շատ արհեստական է։ Շատ արհեստական է, համ իրանց տեսքը, համ երաժշտությունը։ Ու ստեղ մի հատ շատ հետաքրքիր բան ասեցիք Զարա ջան, ու նայեք, եթե մենք ասում ենք կոմիտաս ու չեն կարողանում հասնենք մեր երիտասարդներին կոմիտասը ինչ մեծություն է, օրինակ համար ռեինկարնացիա խումբը Սայեթնովային հասցրեց։ Ճիշտ է։ Եթե դու վերցնում ես Սայեթնովայի այդ Իմանդունիս երգը, իր օրիգինալ ձևով, դե երիտասարդներին մի քիչ դժվար է դա անցալել, բայց ռեինկարնացիան տվեց այդ տարբերակը, մարդիկ լսեցին ու գնացին Սայեթնովա լսելու։ Ես հետո լսեցի ոնց է Շարլ Ազնավուրը իր քրոջ հետ երգում այդ երգը, շատ սիրուն, ֆանտաստիկ սիրուն։ Որ հայերեն է երգերի Այո, ու դու ստանում ես այդ հնարավորությունը, քեզ ռեինկարնացիա խումբը թույլ տվեց բացահայտեց շատերի համար Սայեթնովայի, որպես ու գնացին սկսեցին լսել մանգալ նման բաներ անելու համար կարծում եմ մի քիչ պրոֆեսիոնալիզմը չափից ավելի շատ պետք է լինի, որովհետև
կարծում եմ, որ երաժիշտը շատ մեծ շարժապար պետք է անցնի, որ կարողանա Սայեթնովա առավել ևս օրինակ Կոմիտասի երգերին անդրադառնալ։ Նույն տրամաբանությամբ օրինակ Թմբատա խումբը կա, որը ղեկավարում է Բամբերի Արիկը, օրինակ չեմ կրնա խաղալ երգը, զարզնգլ երգ իրենք վերցրել են, ու այդ իհարկե մեծ տարածում չի ստացել, բայց էլի այդ տարբերակով մոտեցրել են մարդկանց։ Ուղղակի այստեղ շատ կարևոր է հիմքը չկորցնել, այսինքն հիմքը պահպանել այնպեսին, ինչպեսին որ գրել է գրառել է օրինակ Կոմիտասը կամ չգիտեմ գրել է Սայեթնովան եւ դե մեղեդայնությունը օրինակ ես երաժիշտ ընկերներ ունեմ որոնք օրինակ ռեգարացիա այդ երգը մի փոքր քննադատում են ասում են այդ երգը 3 քառորդախի է սարքե 400 են սարքե երգը սա փոխել են բայց դե այդ մի փոքր հնարքով մարդիկ կարողացել են անցնել որ օրինակ երգը այսքան մեծ տարածում ունենա Ընդհանրապես ցանկացած բան եթե դու ուզում ես հետաքրքրություն առաջացնես ինչ որ մի բան պիտի հնարես ինչ որ մի բան պիտի գտնես օրինակ համար ես կարողացա Ռուսաստանում ապրելու ժամանակ հանդեպ հայկական այբուբենի այդ հետաքրքրությունը առաջացնելու մարդիկ սկսել են հետաքրքրվել լավ ինչ այբուբեն է բան երբ որ Երևան ամսագրում հայտնվեց այն նյութը նրա մասին որ մեր այբուբենի մետաղները այն հիմնական մետաղները եթե վերցնում ես ու հայկական տարերով օրինակ ոսկին չէ վերցնում ես մենք ոնց էր առաջ թվեր չունեինք տարերն էին թիվ ու եթե դու ոսկին տարերը դարձնում ես թիվ ստանում ես Մենձելեևի աղյուսակում ոսկիի պերիոդիկ համարը 405 թիվ ոչ թե 17-րդ դար 18-րդ Շատ եմ սիրում այբուբենի այդ ընդհանրապես ուսումնասիրությունը որովհետև շատ հետաքրքիր է ուղղակի ինչ որ մի հատ հետաքրքիր նյութ ես վերցնում առաջարկում ես ու հետաքրքրություն դեպի Հայաստան, դեպի հայկական այբուբեն առաջանում է նույն ձև էլ մեր երաժիշտները, որոնք կունենան այդ համարձակությունը, եթե վերցնեն այդ մեր դասական երաժշտությունը, Կոմիտասն, Սայեթնովան, այն մեկն ուղղակի պարզ է, որ Կոմիտասն ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում ու կարողանան երիտասարդներին ինչ որ ձև ներգրավեն, այդ կլինի շատ մեծ գործ Ես փորձում եմ իմ բլոգում անկեղծ ասած, այն ժամանակ առ ժամանակ անդրադառնում եմ Կոմիտասյան մեղեդիներին, նույն օրինակ Սիլուշոյի Պրեգոմեշը, որ եկել է Լորվա Գութանա երգից, դա եմ ներկայացրել, Գարունան, որ բացարձակ մեր ողբի սիմվոլը չի, այդ երգի մասին եմ ներկայացրել եւ մոտակա էպիզոդը ասում անցած իմ ռիլերից մեկը լինելու է իննջմանետ արքայական երգի մասին, որը Բաղդասար Դպիրի գրառած տեքստ է, այսինքն Բաղդասար Դպիրից է հետո ասել է Կոմիտասին եւ երաժշտություն է ստեղծել եւ նույնիսկ հայ երաժիշտները չեն իմացել այդ երգի մասին, լսել են օրինակ շատ սիրուն պատմություն է, իմ ընկերներից մեկը Արմանը Փեշտմալջան լսել էր Թուրքիայում Կոմիտասին նվիրված միջոցառման ժամանակ եւ այդպես է գտել այդ երգը բերել, չգիտեմ, փոխել, դարձել, որ մարդիկ եւս լսեն, օրինակ մենք փորձում ենք այդ տարբերակով ներկայացնել, բայց նույն տրամաբանությամբ օրինակ մենք խոսում ենք Կոմիտասի մասին, բայց հաճախ նաեւ մոռանում ենք կամ նույն ձևով չենք ներկայացնում, օրինակ Մակար Եկմալյանի արած գործերը, պահպանած գործերը, որոնք կարծում եմ նույն չափ գուցե արժեքավոր են, ինչքան որ Կոմիտասի, որովհետեւ նույն պատարակը ես օրինակ Մակար Եկմալյանի տարբերակով եմ սիրում Սարա, եթե հնարավորություն լիներ հարցազրույց ունենալ կամ ոդկաստ վարել անցյալի հայտնի հեղինակների, երգահանների կամ կոմպոզիտորների հետ, ում հետ կցանկանայիք։ Մենք խոսեցինք Շարլ Անձնավուրի մասին, կարծում եմ վստահաբար իր առաջին հերթին շատ հայկական հարցազրույց կստացվի, շատ կուզեի։ Իմ համար օրինակ ասած հինջահելության էպիզոդներում շատ կուզեի օրինակ Գեորգի Մինասյանի հետ վարեի, որովհետև Գեորգի Մինասյանը կարծում եմ որ 80-ականների էլի հայկական եկականերեք Սենց շատ սիրուն երգեր, այսինքն իմ playlist-ի մեծամասը բոլոր երգերը մեծ մասը Գեորգի Մինասյանի երգերն են։ Երևի նաև Կոմիտասի վաղ տարիքում կուզեի շփվել Կոմիտասի հետ, երբ ինքը դեռ ուսանում էր նույն Մակար Եկմալյանի մոտ, շատ կուզեի շփվել, տեսնել ինքը ինչ է փնտրում, որովհետև այդ երբ մարդիկ գիտի ինչ է փնտրում, հետո է ստանում այն մեծ արդյունքը, որը մենք տեսնում ենք։ Իսկ դուք ինչ եք փնտրում, Զար։
Չգիտեմ, ես այդպես ասացի եւ չմտածեցի։ Երևի փնտրում եմ ճանապարհներ, որակյալ տեղ հայտնվելու եւ որակյալ բան ստեղծելու, բացի դրանից եթե տենց ավելի գլոբալ խաղաղություն։ Մեր եթերային ժամանակը ցավոք մոտենում է ավարտին։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, շատ անկեղծ, շատ մասնագիտական, այն ինչ որ դուք եք անում, կարծում եմ նույնիսկ շատ մեծերի մտքով չի անցել, հասուն տարիքի մարդկանց նկատի ունեմ, դուք որպես երիտասարդ արժևորում Լավ այն վրա չնայեց այդ ժամանակ էլ Սուսաննան արժևորում եք եւ ամենակարևորը ոչ միայն պահպանելն է, այլև փոխանցելը գալիք սերունդներին, ինչը դուք շատ մասնագիտորեն կատարում եք։ Եվս մեկ անգամ տոնը շնորհավոր։ Ձեզ էլ եմ շնորհակալ եւ տոնն եմ շնորհավորում։ Շատ հետաքրքիր է որ Զառան հենց այդ գալիք սերունդն է, էլի։